Ասեմ, որ ես թոշակի չեմ անցել եւ չեմ էլ մտածում, որ թոշակի կարող եմ անցնել, որովհետեւ թոշակի անցնելը մի քիչ հարաբերական է, դա իմը չէ, որովհետեւ ես դեռ շարունակում եմ իմ նախասիրությունները տարածել, իմ ճաշակը տարածել, իմ ամեն ինչով ես ուզում եմ դեպի առաջ գնալ, ուզում եմ, որ ամեն տեղ լինեմ լավագույնը, որովհետև դա ես մի սկզբունք ունեմ որդեգրած, որ ձգտիր լավագույնին, որ գոնե հասնես լավին։ Դա իմ սկզբունքն է եւ այդ սկզբունքը կարծես բոլոր էտապներով անցնում է։ Տիկին Ջուլիան, ես գիտեմ, որ 67 տարեկանում դուք որոշում եք կայացրել կրկին ուսանող դառնալ, շարունակել կրթությունը, որտեղ եք սովորում եւ ինչ նպատակներ ունեք։ Ես իմ կրթությունը որոշել եմ շարունակել եւ արդեն շարունակում եմ Հայաստանի ազգային ակադեմիայի կլինիկական հոգեբանություն եւ հոգեթերապիա ֆակուլտետում առաջի կուրսի մագիստրոս եմ։ Իմ նպատակը խորանալ նորից իմ գիտության մեջ, իմ սիրած գիտության մեջ եւ դառնալ կլինիկական հոգեթերապևտ, օգտակար լինել մարդկանց։ Իսկ դժվար չէ այս տարիքում սովորել, քննությունների պատրաստվել, նորից կարծես ետ վերադարձած լինեք։ Գիտեք, հետաքրքիրն այն է, որ երբ որ ես ընդունվեցի, ես ինքս էլ չգիտեի, որ ես ինչ պոտենցիալ ունեմ, ինչ ներուժ ունեմ։ Իմ մեջ կար երկու հարց. կարող եմ ես, մտածում էի, եւ եկավ պատասխանը. այո, կարող եմ։ Ես իմ մեջ ուժ գտա եւ հավատացեք, որ երբ դու որոշում ես որևէ բան անել, ոնց որ տիեզերքը իօգուտ քեզ է աշխատում եւ ես կարողացա ներգրավել այդ կյանքի մեջ, աշխատանքի մեջ, ուսանողական կյանքի մեջ իմ համակուրսեցիները իմ թորնիկների տարիքին են։ Սկզբում ես դժվարացա ինտեգրման հարցում, մտածելով, որ տարիքս եւ իրենց տարիքը բավականին մեծ եմ ես, բայց ուրախություն ինձ, ես շատ լավ ընդունվեցի կուրսի կողմից, իմ կուրսընկերուհիների կողմից, մենք դարձանք իրար լրացնող, ես դարձա իրենց խորհրդատու, իրենք դարձան ինձ ոգեշնչող, ոգևորող եւ մեր համատեղ ուսումնական process-ը գերազանց ընթանում է առաջ։ Ընդունվել եմ եւ ավարտել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական հոգեբանություն եւ մանկավարժություն ֆակուլտետը։ Աշխատանքի եմ անցել մանկապարտեզում որպես դաստիարակ, այնուհետև մեթոդիստ, ապա մանկապարտեզի վարիչ։ Այդ տարիների ընթացքում ես անընդհատ ունեցել եմ իմ պրպտումները, իմ ուսումնասիրությունները եւ երբեք չեմ դադարել հեռանալ իմ մասնագիտությունից եւ նաեւ դասավանդել եմ Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան քոլեջում որպես հոգեբանության դասախոս, սիրել եմ շատ իմ մասնագիտությունը, ապրել եմ այդ մասնագիտությամբ, թեպետ երիտասարդ տարիներից մանկուց ես երազել էի դառնալ բժշկուհի, բայց երևի կյանքում ոչինչ պատահական չի լինում։ Ես պետք է դառնայի հոգեբան եւ իմ ամբողջ ներուժը, իմ պոտենցիալը ես նվիրեի մարդու հոգեկանին։ Իսկ դասախոսները գոհ են ձեզանից, առաջադիմությունը։ Դասախոսները ինձանից շատ գոհ են, ես նստում եմ անմիջապես առաջի սեղանին, որպեսզի նախ ոչ մի բառ բաց չթողնեմ, երկրորդը, որ դասախոսը ինքն էլ համոզվի, որ ես իրոք եկել եմ սովորելու ու այո, վստահ կարող եմ ասել, որ բոլորն միանշանակ նույն կարծիքին են, որ իմոց ստացվել է։ Տիկին Սուսաննա, իսկ ձեր ընտանիքի անդամները, զավակները, ամուսինը, թոռները ինչպես արձագանքեցին ձեր այս որոշմանը, զարմացան, խրախուսեցին։ Առաջի իմ արտահայտվելու պահից իրենք զարմացան եւ շատ քիչ ժամանակ անց ինձ ոգևորող խոսքեր ասեցին առաջինը իմ թոռնիկները, իմ ամուսինը եւ շատ ոգևորեցին, ասեցին ինչու՞ չէ, դու կարող ուժ ես, տատիկ, դու կարող ես լինել լավ հոգեբան,
դու արդեն կաս, մնում է որ դու սովորես, զարգացնես եւ ավելի կարողանաս այդ կյանքի մեջ մտնել ու ես սկսեցի ոգևորված նախապատրաստվել իմ ընդունելության քննությանը ու այս տարի ընդունվեցի քննություն ես շատ շնորհակալ եմ նաեւ մեր ակադեմիայի բոլոր պրոֆեսորադասախոսական կազմից, որովհետև ինձ իրենք շատ լավ ընդունեցին, շատ ոգեշնչեցին եւ ինձ նույնիսկ համարեցին խոսքերի մեջ առանձնահատուկ ուսանող, որովհետև դեռ այդպիսի ուսանող իրենք չէին ունեցել։ Պատմեք ձեր զբաղվածության մասին, ամեն օր առավոտյան արթնացաք, ինչով եք զբաղվում։ Քանի որ ես մեծ ընտանիքի մայր եմ, տատիկ եմ եւ իմ օրը սկսվում է հենց իմ աշխատանքային գործունեությամբ դասերի նախապատրաստումով ղեկավարում եմ իմ բիզնեսը ես ինձ շատ լավ եմ զգում քանի որ այդ բիզնեսը ինձ տալիս է հնարավորություն որպեսզի ես կարողանամ իմ ամբողջ նպատակները իրականացնեմ ինչու՞ չէ նաև օգտակար լինեմ իմ ընտանիքին ինչով արտահայտվում ձեր ասած դուք ասացիք որ իմ բիզնեսը ինձ հնարավորություն տալիս օգտակար լինել մարդկանց առաջնորդել ինչ առումով Գիտեք ես որպես հասարակության ակտիվ անդամ գույներ սիրող գույներ թելադրող գույներով ապրող մարդ ես ինձ երջանիկ եմ զգում որ կարողանում եմ մարդկանց առաջարկել ճաշակ որ մարդիկ կարողանում են վստահել ինձ դա իմ սեփական բիզնեսն է դա իմ անձնական բիզնեսն է եւ ես հպարտ եմ դրանով որ ես կարողանում եմ ստեղծել կերպարներ վառ կերպարներ առաջարկում եմ վառ գույներ ու կերպարներ Տիկին Սուսանա ինչ նպատակներ ունեք ավարտելուց հետո ես ունեմ շատ գեղեցիկ մի նպատակ Ես որոշել եմ իմ ուսումը շարունակել ասպիրանտուրայում եւ դրա բոլոր նախադրյալները ես ունեմ ու ինձ տրամադրել են իմ դասախոսները իրենց գիտելիքներով ես շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց ովքեր ինձ աջակցում են ովքեր ինձ խրախուսում են ես շնորհակալ եմ մեր ամբիոնի վարիչ Տիկին Հակոբյանից Շնորհակալ եմ բոլորից, մեր ողջ պրոֆեսորադասախոսական կազմից, որ տալիս են ինձ անմնացորդ ձևովային գիտելիքները, որ ես դրանցից ոգեշնչված ավելի շատ եմ ուզում ուսումը շարունակել եւ ասեմ որ այս տարիների ընթացքում նույնիսկ ես մոռանում եմ իմ տարիքը ես ավելի ոգեշնչվում եմ ավելի երիտասարդանում եմ իմ տարիքը իմ համար հետ է գնացել ես երբեք չեմ զգում որ ես թոշակի անցած մարդ եմ ես նախ չեմ համարում որ թոշակի եմ անցել որովհետեւ թոշակը շատ հարաբերական է մարդիկ կարող է 20 տարեկանում այդ ձգտումները չունենան ինչ որ 60-67 տարեկանում եւ կոչ եմ անում բոլորին հետեւել իմ օրինակին գնալ իրենց կյանքի բաց թողումների հետևից իրենց ծրագրերի հետևից դառնան ավելի երիտասարդ ուսումը երիտասարդացնում է ձգտումները երիտասարդացնում են մարդը չպետք է իր տարիքը ինքը զգա իսկ դրա համար պետք է մարդը սովորի ասեմ նաև որ ես սովորեցի նաև նրա համար որ ես հասկանում էի որ մարդը չսովորելով իր ուղեղի բջիջները ատրոֆիայի են ենթարկվում հետ են զարգանում ես վախենում էի դրանից Ես վախենում էի ոչ թե տարիներից, որ ես դառնում եմ այսքան տարեկան, այլ վախենում էի այդ տարիների թողած հետևանքից, որ Աստված մի արասցե, որ ստացվի մի պահ, որ դու այլևս մտածելու, արարելու, ստեղծելու հնարավորություն չունես։ Իսկ դա ինձ համար մեծ ստիմուլ էր, որ ես սովորեցի, որոշեցի սովորել եւ դառնալ կլինիկական հոգեբան։